Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ ձեզ համար տեսանյութ նկարելու գարնանային մշակումը գալուբիկայի հետ։ Ուզում եմ ձեզ ցույց տալ այսօր ինչ էդման աշխատանքներ ենք կատարում հապալասների շիվերի հետ, ինչպես նաև ուզում եմ ցույց տամ, թե ինչպես են բողբոջները պատրաստվում բացվելու։ Այստեղ մեր մոտ գալուբիկայի բերքը արդեն, ինչպես տեսնում եք, բողբոջները արդեն ուռել են։ Որոշները արդեն էտել ենք, պատրաստել ենք հապալասը այս տարվան, որոշներն էլ դեռ էտման աշխատանքների մեջ են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մի քանի էտած հապալասներ եւ ցույց կտամ նաեւ, թե ինչպես են էտման աշխատանքները կատարում։ Նշեմ, որ նախորդ տարի մեզ մոտ քանի որ ազոտական պարարտանյութը մինչև օգոստոս էինք տվել, ուստի հապալասի շվերը շարունակել են աճել, սակայն չհաստանալու հետևանքով, այսպես վերին հատվածներում մի փոքր չորացել են։ Մենք այս տարի սրանք հեռացնելու ենք եւ արդեն ներքևի հատվածներից այն շվերը, որոնք որ չենք օգտագործելու, պետք չի գալու այս տարի բույսի համար, դրանք օգտագործելու ենք, այսպես ասած, չերենոքներ դնելու համար։ Ահա օրինակ այս մեկը արդեն պատրաստ է, սա արդեն էտվել է եւ իհարկե թողնվել է երկու փոքրիկ շիվ, որպեսզի բերքը երևա եւ տեսնենք ինչ պտուղներ կունենանք այս տարի։ Սա նույնպես էտվել է, հիմնականում հանվում են բարակ շիվերը, որոնք լրացուցիչ, այսպես ասած, սնունդ են տանում բույսից, եւ իհարկե այն շիվերը, որոնք կենտրոնական մասերում են գտնվում եւ ավելի շատ խճճելու են բույսերը, մեր հապալասները, եւ որպեսզի աճման ընթացքում չխճճվեն իրար մեջ եւ հետագայում բերքի կամ շվերի միջակայքում նեղման պրոցեսներ չառաջանան, էտման աշխատանքները հիմնականում կատարվում են վեաձև։ Օրինակ սրանք վերևի հատվածներում, ինչպես ասացի, վերևի հատվածներում ունեինք չորացած մասեր եւ մենք կտրել ենք, սրանք նախորդ տարվա շիվեր են, ահա սա մեզ մոտ, սա մոտավորապես մատիտի հաստության շվեր են։ Սրանք կտրել ենք, որպեսզի այս տարի արդեն այդ չորացած հատվածները դուրս գան եւ արդեն նոր շվեր տան եւ լավ ձևավորվի մեր հապալասները։ Հիմա ձեզ ցույց կտամ նաեւ մեզ մոտ դեռ չէտված հապալասները եւ ցույց կտամ, թե ինչպես են էտման աշխատանքներ կատարում։ Ինչպես տեսնում եք, այս մյուս տեսակի վրա էլ, ահա, չորացել են վերին հատվածները, ոչինչ, մենք սրանք կհեռացնենք, նորից կմշակենք բույսերը եւ կտեսնենք այս տարվա ընթացքում ինչպիսի աճ կունենան։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա դուք կտեսնեք հապալասի էտման աշխատանքները, նշեմ, որ ամեն անգամ ամեն քոլից մյուսը անցնելուց պարտադիր սեկատորը պետք է ախտահանել, որպեսզի հիվանդությունները մեկը մյուսից չտարածվեն, եթե կան հիվանդություններ։ Հիմա մասնակետը կէտի, ես կնկարեմ եւ կբացատրեմ ինչու համար են այդ հատվածները էտվում։ Սրանց վերին հատվածները մեզ մոտ չորացած էին, ուզում եմ ձեզ ցույց տալ։ Ահա, ինչպես տեսնում եք, վերին հատվածները չորացած են մեզ մոտ։ Հիմա սրանք նոր շվեր են, հիմնականում այն շվերը, որոնք որ այս տարի բերք չեն տալի, անհրաժեշտություն չունեն, սրանք հեռացվում են, թողնվում է հիմնական կարկասը, մոտավորապես կմնա երևի թե 3 շիվ, որոնք արդեն այս տարի կարելի ասել մեծ աճ կտան եւ շիվերը լավ փարթամ շիվեր ենք ակնկալում այս բույսից։ Սա երկա տեսակի հապալասն է, մեր մոտ հապալասները գրեթե ամեն մեկը մի տեսակի են, մի քանիսից ունենք, որ տարբեր տեսակներ են, ինչպես նաեւ փորձ ենք անում, տեսնենք որ տեսակը ինչպես է իրեն դրսևորում։ Շիվերը իհարկե չեն թափվելու, շիվերը հիմա գնալու են, որպեսզի պատրաստվեն շիվերից չերենոքներ։ Հիմա ձեզ ցույց կտամ նաեւ չերենոքների պատրաստման ընթացքը։ Գնացինք տեսնելու ինչպես են չերենոքները պատրաստում։ Ահա սիրելի հետևորդներ, սրանք մեր չերենոկի շիվերն են։ Ուրեմն ընտրում ենք այնպիսի շվեր, որպեսզի տեսեք մատիտանման, մատիտից մի քիչ ավելի բարակ շվեր են։ Սրանք շատ լավ են չերենոքների համար, իսկ ահա այս մյուսը, որի վրա արդեն ունենք կեղև է պատել, դա
այնքան էլ նպատակահարմար չէ, որովհետև դրանից կարելի ասել չի ստացվի չերենոքներ։ Մոտավորապես թողում ենք 5-ից 6 աչք, հիմա ես ձեզ ցույց տամ, թողնում ենք 5-ից 6 աչք եւ կտրում ենք։ Այսպես հետո սրանք արդեն դնելու ենք չերենոքներ, իսկ թե ինչպես ենք դնելու, ինչ հողի մեջ, ինչ մեթոդներով, դրա մասին կարող եք արդեն տեսնել իմ հաջորդ տեսանյութերում։ Այս պահի դրությամբ միայն չերենոքներն ենք պատրաստում, ես հիմա ձեզ ցույց կտամ արդեն պատրաստի չերենոքները, իսկ առաջիկայում տեսանյութ կնկարահանեմ արդեն չերենոքները ինչպես են մշակվում, սրանք դնում ենք ջրի մեջ, որպեսզի չչորանան։ Ես հիմա ձեզ ցույց կտամ արդեն պատրաստի չերենոքները եւ այսօր տեսանյութը այսքանով կսահմանափակենք։ Ահա սիրելի հետևորդներ, սրանք արդեն մեր պատրաստի կտրատած չերենոքներ են։ Ամեն մեկը առանձին նշված է որ տեսակն է, օրինակ սա ջուկ տեսակինն է։ Այստեղ ունենք blue crop։ Եվ իհարկե սրանք հիմա այսպես առանձնացնում ենք, որպեսզի առանձին էլ հետագայում տնկենք եւ տեսնենք, որ տեսակը իրեն ինչպես է արդարացնում։ Ահա։ Սա տոռո տեսակն է, սրա մասին ես տեսանյութ ունեմ նկարած այս տեսակի, կարող եք իմ տեսանյութերում տեսնել։ Առաջիկայում արդեն կնկարեմ, թե ինչպես ենք սրանք տնկում հողի մեջ, ինչքան ժամանակ է պետք, ինչ հողախառնուրդ է պետք, առանձին տեսանյութով կնկարահանեմ, որպեսզի սա ավելի երկար տեսանյութ չստացվի։ Այսքանը սիրելի հետևորդներ, հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, դե ինչ, կհանդիպենք։